Նոյան տապանում հյուրընկալել եմ Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանին։ Պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Գրեթե ամենօրյա ռեժիմով լսում ենք 2026 թվականին սպասվող ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող 9 նոր քաղաքական ուժերի հայտարարությունների մասին, որ մասնակցության ցանկություն են հայտնում։ Երկրորդ նախագահի ասուլիսից հետո իշխանական թևը պնդում է, որ քաղաքական ուժերը պետք է հանրությունը շատ ուշադիր լինի, նրանք կարող են ներկայանալ իբրև իրարից տարբերվող ուժեր, բայց վերջում միավորվելու են եւ կրկնելու են Գյումրիի սցենարը։ Հիմա դուք նախ ինչ տպավորություն ունեք արդեն դաշտում հայտնված ուժերի դասավորությունների հետ կապված մեզ ինչ պայքար է սպասվում, եւ երկրորդը որպես շնորհապետական կուսակցության նախագահ դիտարկում եք հնարավորություն դաշտում եղած ուժերի հետ համագործակցություն։ Ոչ բոլորի հետ։ Դաշտում եղած ուժերը մեր կողմից հայտարարված այդ լուսանցքում մնացած ֆանտոմներն են եւ նոր ուժերը, որոնք որ նախկին 3 նախագահների եւ ներկայիս վարչապետի քաղաքական ուժերը չեն եւ նրանց սպասարկող արբանյակ ուժերը չեն։ Ինչ վերաբերվում է երկրորդ նախագահի մամուլի ասուլիսին, գիտեք, ես չեմ կարծում, որ իշխանական падգամավորների պնդումը իրականության մեջ տեղ ունի, որտեղ երկրորդ նախագահը քաղաքական կապիտալ չունի։ Բացարձակապես չունի եւ իմ գնահատմամբ Ռոբերտ Քոչարյանի անընդհատ բերումը թաթերական այս ասպարեզ դա Նիկոլ Փաշինյանի պրոյեկտի համաձայն է, որտեղ Ռոբերտ Քոչարյանի իդեմս ընդդիմության Նիկոլ Փաշինյանը շատ հարմար դիրքավորվում է քաղաքական դաշտում։ Դուք չեք նկատել, որ ներկայիս գործող իշխանությունները իրենց հարմար պատումներ, նարատիվներ են առաջ մղում, որ 26 թվականի նախընտրական process-ները մոդելավոր են։ Այդ մոդելավորման մեջ ընկնում է, թե նրանց հիմնական հակառակորդ օպոնենտ ուժը ով պետք է լինի։ Նրանք ընտրել են Ռոբերտ Քոչարյանին, նկատի ունենալով հանրության մոտ շրջանում նրա նկատմամբ, նրա անձի նկատմամբ ատելության չափաբաժինը։ Այդ ատելությունը այն աստիճանի մեծ է, որ Նիկոլ Փաշինյանը այսքան դարակազմիկ սխալներ, ստրատեգիական սխալներ թույլ տալուց հետո միևնույնը զիջում է Ռոբերտ Քոչարյանին հանրության շրջանում ատելության չափաբաժնով։ Դրա համար նրանց ձեռք է տալիս Քոչարյանի նման ընդդիմությունը։ Նրանք ամեն ինչ անելու են, որ Քոչարյանը մնա։ Նրանք ամեն ինչ անելու են, որ նրա ֆանտոմը իրական թվա։ Դրա համար էլ այդ իրենց ընդդիմադիր դաշտի պրոյեկտն է, որը ուզում են սուբլիմացնել 26 թվականի ընտրություններում։ Բայց այստեղ միայն ընդդիմադիր գլխավոր դերակատարի սուբլիմացիայով չեն ավարտվում, հոգիներս չենք ազատում իբրև ազգ։ Նիկոլ Փաշինյանը եւ նրա քաղաքական ուժը մաս մեդիայի միջոցով, հանրային հեռուստաընկերության միջոցով փորձում է առաջ մղել մի պատում, որ ապագա ընտրությունները տեղի են ունենալու խաղաղություն բերողների եւ խաղաղություն ուզողների եւ պատերազմ ուզողների մեջ։ Այսինքն եւ գաղափարախոսական առումով եւ ընդդիմության առումով նրանք իրենց հարմար նարատիվները, պատումներն են փորձում առաջ մղել, որ 26 թվականի շահեկան դիրքերում հայտնվեն, որովհետև այլ առողջ հանգամանքներում, երբ որ մենք նկատի ենք ունենում, որ նախքին 3 նախագահները բացարձակապես որևէ շանս չունեն ներքաղաքական իրավիճակում ռեաբիլիտացվելու, նրանք վարված օբլիգացիա են որպես այդպիսին քաղաքական առումով անշնչացած մի մարմին, ապա Նիկոլ Փաշինյանը նախանձելի իրավիճակում չէ, որովհետև բոլոր սոցիոլոգիական հարցումներում հանրության, քաղաքացիական հանրության, ընտրական իրավունք ունեցող անձանց 60-ից 70%-ը նոր այլընտրանքներ է փնտրում։ Դա է պատճառը, որ նրանք երբևիցե չեն հանդգնի եւ չեն ցանկանա ընդունել, որ դաշտում գոյություն ունեն ուժեղ այլընտրանքներ, նոր ուժեր։ Ինչու՞, որտեղ առաջին նոր ուժերը անցած հետագից չունեն, հետեւաբար արատավոր անցյալ չունեն, չեն թալանել, չեն սպանել, չեն խեղաթուրել, բանակցային գործընթացներ չեն տապալել, պատերազմ չեն սանձազերծել, արատավոր գործընթացներում չեն եղել եւ այլն։ Ցավոք սրտի, երբ որ ասում են փորձառու, նկատի ունենում դա։ Իդեպ, պարոն Սիմոնյան, հանրայինի հետ կապված ես իշխանական падգամավորին առիթ ունեցա հարցնելու, որ ճիշտ է, երբ որ հանրային հեռուստաընկերություն չեն հրավիրվում այլընտրանքային ուժերը, նա ասաց, որ հրավերներ լինում են, կարող են լրագրողները մոնիթորինգ անել, ձեզ հրավիրում են ՀՄԵԿ հիմա։ 2 անգամ 2 տարվա ընթացքում հրավիրել են բանավեճի, ես ինքս մերժել եմ, որտեղ այդ բանավեճի ֆորմատը չեք տեսնում, ինչ սանձարձակ է։ Դե բանավեճը Չէ, դա բանավեճը ունի կանոններ, բանավիճելու կանոններ կա։ Ես երբևիցե շուկայական մակարդակի
բազարների մեջ աշխատում եմ չմտնել, որովհետև աղաղակի մեջ ճշմարտությունը կորսվում է։ Եթե պետք է մարդը գնա իր տեսակետը արտահայտի եւ ինչ որ կիսագրագետներ իրան ծաղր ու ծանակի ենթարկեն, ինչի է նման դա։ Թող հարցազրույցի կանչեն գնամ։ Լրագրողը հարցեր տա, ես հարցերին պատասխանեմ, գնամ։ Իսկ բանավեճերի կընտրեմ, երբ գնամ, նախընտրական process-ների ժամանակ կուսակցությունների ղեկավարների հետ գուցե կմտածենք, մեր քաղաքախորհուրդը կորոշի։ Հիմա այդ երկու հրավերն ա եղել, որ պետք է կանչեին այդ խայտառակությանը, մերժել եմ։ Ոնց որ Գարեգին Միսկարյանին վերջերս կանչեցին, մարդը գնացել է իր տեսակետն ասում, աչի ձախից հարցակվել են, ծաղրում են։ Ինչ իրավունք ունես ծաղրես մարդու տեսակետը, դու ով ես։ Ասում է ապագա ընտրությունները սահմանադրական կոնցեպտի շուրջ է գնալու ծաղրու ծանակի են ենթարկում, ինչու, որտեղ իշխանական նարատիվը փշրում է դրանով, իշխանական նարատիվը հաջորդ ընտրությունները խաղաղության եւ պատերազմի հայեցակարգի շուրջ պետքա լինի։ Բայց այնքան դատարկ են, որ չեն հասկանում, որ Հայաստանի Հանրապետությունում չկա adekvat գոնե 1 գետ 1 քաղաքական ուժ, որ պատերազմ ուզենա։ Պատերազմ ուզենում են միայն հոգեկան հիվանդները։ Դե բնակ։ Հիմա եթե ես ասում եմ, որ քո ճանապարհը տանում է աղետի, դա չի նշանակում, որ ես պատերազմ եմ ուզում։ Դա նշանակում է, որ ես մտածում եմ, որ քո ճանապարհն է տանում պատերազմի։ Ծաղրում են արժանապատիվ խաղաղություն մոտեցումը։ Որն է արժանապատիվ խաղաղություն։ 30 սանտիմետր խորանարդ կառափի մեջի եղած պարունակությունով իրա ծաղրում է արժանապատիվ խաղաղություն։ Արժանապատիվ խաղաղությունը այն է, երբ որ քո բանակը զինված ուժերը այն աստիճանի է, որ հարկ եղած դեպքում կարող է պարտադրել խաղաղությունը, ոչ միայն մուրալ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը մուրում է խաղաղություն։ Մուրալով չի լինելու խաղաղություն։ Իսկ ինչ է կարծում, գոնե ժամանակավոր մինչև ընտրություններ այդ խաղաղ շրջանը կնվիրվի Նիկոլ Փաշինյանին, եթե ասում եք մուրում է։ Նայած ինչ իրավիճակ կլինի, եթե ներքաղաքական դաշտում այլընտրանքները այնքան թափ հավաքեն, գուցե նրանց պատրոնները փորձեն իրավիճակ ստեղծեն սահմանի վրա, որ ժողովրդին ցույց տան, ասեն, տեսեք, հա, չսխալվեք հանգարց։ Ինչ իմանանք։ Մոռացել եք, որ 2008 թվականին Լևոն Արխումը սկսեցին կրակել Երևանի կենտրոնում ցույցեր էին ընթանում։ Ես ինչ գիտեմ, ինչեր կարող են անել։ Նրանց համար իրենց արշինը, իրենց աթոռը ժողովրդի ազգի Հայաստանի Հանրապետության ազգային շահերից վեր է։ Համագործակցության մասով ինչ ասացիք, պարոն Սիմոնյան։ Համագործակցության մասով հետևյալը կարող եմ ասել, որ շնորհապետական կուսակցությունը բաց է համագործակցությունների համար, բացառապես նոր եւ առողջ քաղաքական ուժերի հետ։ Օրինակ Արման Թաթոյանին կհամարեք նոր ուժ։ Գիտեք ինչ, անուն ազգանուններ եք հնչեցնում, որ ես իմ տեսակետը ունեմ, որը որ չէի ուզենա հիմա հնչեցնել, բայց կասեմ, որ ես միջև վերջ վստահ չեմ, որ նա լիարժեք անկախ ձևավորված ուժ է։ Վստահ չեմ։ Շատ շատերը նրան կապում են երրորդ նախագահի հետ։ Եկեք կանոններ չտանք, որովհետև պարկեշտ չի լինի մարդկանց մասին ասելու։ Ես հասկանում եմ, բայց ամեն դեպքում մենք նոր ուժեր ասեմ հետևյալը, որ երբևիցե չեն ասոցիացվում նախքին 3 նախագահների ներկայիս վարչապետի հետ, նրանց սատարող, նրանց սպասարկող արբանյակ քաղաքական ուժերի եւ քաղաքական գործիչների հետ։ Այդ պարագայում բավականին խղճուկ պատկեր ունենք նոր ասվածի շուրջ։ Խղճուկ պատկեր։ Հիմա մենք նախաձեռնել ենք Հայաստանի Հանրապետության Պաշտպանության ֆորումը, որը հարթակ է ձևավորում Հայաստանի Հանրապետության սիմվոլների պաշտպանության համատեքստում։ Այդ դաշտ, որտեղ որ կհավաքվեն բոլոր պարկեշտ եւ մաքուր ուժերը, ընդ որում իմ վերոնշյալ անձանց սպասարկուները չեն կարող այդ դաշտ մուտք գործել։ Հետագայում կերևա այդ դաշտում այդ մարդկանց հետ ում հետ մենք համընթաց կքայլենք, ում հետ կլինենք կառուցողական օպոզիցիա, դա էլ է նորմալ, եթե նոր քաղաքական դաշտում դու կառուցողական օպոզիցիայից անձերի չես անցնում, գաղափարախոսական պոլեմիկաների մեջ ես մտնում։ Եվ այս առումով շատ ուշագրավ է հետևյալը, որ ցանկացած կոալիցիա, ցանկացած տեսակի համաձուլվածք քաղաքական հաշվարկների վերջնարդյունքում է գալիս։ Երբևիցե անհնարին է, եթե քո քաշը, քո մասշտաբները շատ մեծ են, մանրների հետ կոալիցիա ձևավորես։ Այլ խնդիրն է, որ մանրները առանց կոալիցիայի քեզ հետ շարունակեն սիմբիոզ կեցություն ունենալ, քեզ հետ գալ։ Դա հաշվարկներ են, կարող մենք ենք մանր դուրս գալիս, ով գիտի։ Մի խոսքով բացառված է, որ դուք համագործակցեք այլ ուժերի հետ,
անգամ այդ նախկին իշխանությունները ներկայացնող ուժերի հետ, միայն թե նպատակը լինի Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Էլի ջան, ձեր հարցը լղոզեցիք իմ նախկին բոլոր պատասխանները, հարցը ուրիշ ձև տվեք։ Ես չբացառեցի բոլոր առողջ ուժերի հետ համագործակցություն, այդ դուռը բաց է։ Չէ, ես ասում եմ չեք համագործակցելու նախկին իշխանության ներկայացուցիչների հետ, անգամ այն դեպքում, եթե խնդիրը դրված է Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Հիմա ավելի մանրամասն ասեմ։ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժերի, նրանց սպասարկող Արբանյակ քաղաքական ուժերի եւ անձանց հետ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը երբեք չի համագործակցելու, անգամ եթե մենք պարտվենք։ Անգամ եթե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ցանկությունը շատ մեծ լինի։ Անգամ եթե մենք պարտվենք։ Մենք ուզում ենք Նիկոլ Փաշինյանը հեռանա, որտեղ Նիկոլ Փաշինյանը իմ գնահատմամբ փորձանքի է վերածվել Հայաստանի Հանրապետության համար։ Բայց Նիկոլ Փաշինյանը միայնակ չի։ Այդ համակարգը հրեշ է, 4 գլխանի։ Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, որ գլուխն էլ կտրես մարմինը մեկա կա։ Նիկոլին հանես այն 3-ը կա, այն 3-ին հանես Նիկոլը մեկա կա, այդ հրեշին պետքա թույլ չտաս վերարտադրվի։ Այդ մարդիկ նույնն են։ Գնաս համագործակցես այդ 4 գլխանի հրեշի 3 գլուխների հետ, որ նրանց մի գլխի դեմ գնաս։ Ավելի պատկերավոր են բացատրում, որ դուք հասկանաք, որ դա ցանկացած երկրորդ, երրորդի հետ համագործակցելուց նկատի ունեցեք, որ դուք համագործակցում եք Նիկոլ Փաշինյանի հետ։ Սերժ Սարգսյանի հետ, Ռոբերտ Քոչարյանի հետ, եթե դուք համագործակցում եք Նիկոլ Փաշինյանի հետ։ Դրանք նույն համակարգն են։ Շնորհապետական կուսակցությունը այլ քաղաքական համակարգի մասին է։ Այլ մենք գիծ ենք քաշել։ Նրանք մեզ համար ֆանտոմ են։ Եվ քանի դու չկաս, քո նմանները չկան, ֆանտոմները դառնում են իրականություն։ Հիմա եթե մենք լրագրողական հանրույթով, վերլուծական դաշտով, նոր քաղաքական դաշտով ասեցինք ժողովուրդ, ձեր ընտրանքը սա է, A, B, C, D։ Ընտրեք ես տիրույթից։ Նա չկա, մոռացեք առհասարակ։ Հերիք աբսենտ դնեք, հոգի կանչեք։ Նրանք չկան։ Եթե մենք այդ սկզբունքով առաջնորդվենք, կտեսնեք, նայում ես երկրորդ նախագահ Մարթա Մամուլի ասուլիսը նայում ես։ Բովանդակությունից զուրկ։ Փաստորեն, եթե նա ամբողջ իր կառավարման տարիների գործընթացներում մեղավոր չի, միայն մեղավոր է նրա համար, որ ինքը այդ ամբողջ մեղավորությունը բարդում է Սերժ Սարգսյանի վրա։ Ինչու՞։ Որտեվ Սերժ Սարգսյանը եկել է փոխարինելու իրեն։ Ցանկացած իշխանությունների հետնորդները բնութագրում են իրենց։ Սերժին էլ բնութագրում է Նիկոլը։ Հասկանում եք։ Սա է ամբողջ խնդիրը, ամբողջ ֆարսը։ Աբրահամ Լինկոլնն ասում է կարող եք երկար ժամանակ ժողովրդի մի հատվածին խաբեության մեջ պահել, բայց դուք չեք կարող անընդհատ խաբել ժողովրդին։ Հիմա որքան էլ ինձ էլ որպես լրագրող հաճելի չէ անուններ հնչեցնել կամ անձնավորել, ամեն դեպքում պարոն Սիմոնյան կուզենայի ձեր կարծիքը լսել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համագործակցության այդ հնարավորությունը ԱԱԾ նախկին պետի հետ։ Դե ցույց տվեց ակունքները, շատ բացասական։ Գնահատում։ Եթե նախկինում կասկածներ կար, որ կարող է պատահի իր շահերը ոտնահարված է եղել եւ այլն նստացրել են բանտից դուրս է եկել, բայց հիմա ցույց տվեց, որ ինքը քաղաքական դաշտում սկզբունքներ չունի։ Վանեցյանը վաղուց է չէ ցույց տվել պրոռուսական մոտեցումները, անգամ մեմ դարձած մոտեցումներով Ղրիմի հետ կապված։ Եթե նրանք այդ այդ քաղաքական ուժերը առհասարակ նախկին քաղաքական համակարգի արբանյակ քաղաքական ուժեր են։ Հետևաբար ժողովուրդը շատ լավ էր տեսնում է ամեն ինչ։ Հասկանում է ձեր կարծիքով կամ կարողանում է տարբերակել, որտեղ իշխանականներն ասում են թող լավ իմանան, որ նրանք գուցե ներկայանան նոր դեմքերով, նոր լոզունգներով, նոր գաղափարներով, բայց իրենք վերջում միանալու են ու Գյումրիի սցենարը կրկնեն նույն ռուսական ծիրում գտնվող ուժերին բերեն։ Իշխանությունները սպասարկում են այն ընդդիմությանը, որը որ իրենց հարմար է։ Այդ ընդդիմության համատեքստում իրենք երանության մեջ են։ Ինչ փուլում եք դուք լավ, քանի որ ակտիվ փուլում ենք, Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը
օրեցօր ավելի զարգանում է, մեր մեդիա տիրույթն է ավելի ընդհարցակվում եւ այդ բոլոր այդ կեղծանունների, ֆեյքերի բանակը, որ զորաշարժել են Գուրգեն Սիմոնյան YouTube-յան ալիքին, ես կանխավ ասեմ, արդյունքի չեն հասնելու։ Մենք ուժեղ ենք։ Բարդություններն է կհաղթահարենք, էլ ավելի կուժեղանանք։ Բարեբախտաբար կան դաշտում պարկեշտ քաղաքական գործիչներ եւ անձիկ, որոնք որ մեզ հետ հաղորդակցվում են։ Մենք նոր հարթակ ունենք, արդեն Հայաստանի Հանրապետության Պաշտպանության ֆորումը, որին զուգահեռ նաև շուտով էլի երկրորդ հանդիպումն է լինելու, իդեպ եթերով ասեն, որ Նոյան Տապանը ի սկզբանե հրավիրված է որպես անկողմնակալ լրատվական միջոց։ Շնորհակալ ենք, մեզ էլ արդեն վաղուց չեն համարում անկողմնակալ։ Չէ, դուք անկողմնակալ եք, ես այդպես եմ ձեզ ընկալում։ Հիմա ինչքանով եք անկողմնակալ, հաջորդ հանդիպանը եթե եկաք կերևա, եթե չէ, ուրեմն նշանակում է դուք էլ եք վախենում ինչ որտեղ։ Այդպես, հիմա եթե հարցակը նկատի ունեմ այն առումով, որ երբեք հայտարարելու ձեր տեխնացուի մասին շնորհապետական կուսակցության ընթացակարգը հետևյալն է, որ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը պետք է անցկացնի համագումարի ժամանակ կայացնի վճիռ հերթական կամ արտահերթ համապետական ընտրություններին մասնակցելու եւ առաջ քաշի շնորհապետական կուսակցության վարչապետի տեխնացուի անուն ազգանունը։ Դե իհարկե բոլորն էլ ակնկալում են այն ինչ որ պետքա լինի, որտեղ շնորհապետական կուսակցությունը առանց Գուրգեն Սիմոնյանի չէր ձուլվի, չէր ստեղծվի, բայց քանի ֆորմալ առումով այդ գործընթացը տեղի չի ունեցել, մենք չենք շտապում, այսպես ասեմ, չի կարելի շտապել, չի կարելի արագացնել։ Ես երևի միակ քաղաքական գործիչն եմ, չասեմ միակը, այն եզակիներից մեկն եմ, որ իմ անձի վերաբերյալ երբևիցե ոչ մի եթերում ինքս ինձ չեմ անվանել Հայաստանի Հանրապետության վերին պաշտոնյայի կարգավիճակում։ Ժողովուրդն է ասում, ժողովուրդն է պահանջել, ժողովուրդն էլ դա կցույց տա։ Իսկ ես պատասխանատվությունից փախչողներից չեմ։ Համագումարը կլինի, կվճռենք համապետական ընտրություններին մասնակցության հարցը, կհրապարակենք ցուցակը ազգային ժողով մուտք գործելու, դա դեռևս կառավարության ցուցակը չի, կառավարության անձնակազմին մենք չենք հրապարակելու միջև համապետական ընտրությունների օրինական քարոզարշավի մեկնարկը։ Խարդավանքներից եւ մարդկանց նկատմամբ ապակառուցողական գործողություններից զերծ մնալու համար։ Այդ անձիկ պարտադիր չեն լինեն շնորհապետական։ Նրանք պետք է լինեն տեխնոկրատ, նրանք պետք է լինեն մասնագետներ կառավարչական ձիրքով օժտված։ Եվ մենք հրապարակելով ցուցակը, հրապարակելով կամքը, հրապարակելով վարչապետի տեխնացուին արդեն 2026 մուտք կգործենք որպես մասնակցելու հավակնություն ունեցող կուսակցություն։ Իմաստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության յուրաքանչյուր քաղաքական ուժ 5%-ի շեմը պետք է հաղթահարի։ Յուրաքանչյուր կոալիցիա 7%-ի շեմը պետք է հաղթահարի։ Հայաստանի Հանրապետությունում 60-ից 70% քաղաքականություն կա, որ չեն ցանկանում ոչ մեկի, միայն այլընտրանք են պահանջում։ Միայն այլընտրանք։ Հետևաբար այս պարագայում մեզ մնում է մի բան, ովքեր որ մեզ ճանաչում են, տարածեք մեր մասին տեղեկատվություն, հարգելիներս, եւ կոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անպայման գնացեք ձեր քվեին տեր կանգնեք, անպայման էական չի ում կընտրեք, ընտրության օրը գնացեք ընտրատեղամաս, եկեք աննախադեպ ցուցանիշ ցույց տանք Հայաստանի Հանրապետությունում, մասնակցության 99%, կարող ենք ազգովի դա անել։ Եթե ազգովի կկարողանանք դա անել, ուրեմն մենք վերստին կապացուցենք, որ մենք անկախ եւ ինքնիշխան ապրելու իրավունք ունեցող հանրույթ ենք։ Հիմա ձեր թույլտվությամբ մեր հաղորդման երկրորդ հատվածում պարոն Սիմոնյան, ձեզ դիմում եմ որպես քաղաքագետի, այսինքն հարցերը ուղղեմ որպես քաղաքագետի։ Հիմա Թրամփը չստացավ Նոբելյան մրցանակ։ Այս լուրից հետո մեր սոցհարթակներում հատկապես կատակներ էին պտտվում, որ մարդը այս լուրից շատ վատ իրեն կզգա եւ որտեղ որ խոստացել էր կոնֆլիկտները հարթել, ձեռքերը պարզապես կքաշի, այո։ Ու բոլորը կտեսնեն, որ ձեռքերը վրանել չէր, որ կոնֆլիկտ չէր լինում։ Աշխարհաքաղաքական իրավիճակն է սպասեցնել տալիս։ Ինչ կարելի ասել, finita alla commedia։ Հիմա խեղկատակությունը ի վերջո վերջ ունեցավ, որովհետև Նոբելյան մրցանակ չեն տրամադրում ամեն մեկին, ով որ եղած կոնֆլիկտ է հանգուցալուծում, օրինակ Աբերբարանի եւ Ալբանիայի միջև։ Ամեն օր դրա մասին։ Այո, որ մեմ դարձավ, որ Ալբանիայի նախագահն էլ
ամոթանք տվեց Նիկոլայ Սարկոզին, ասաց, որ դու չես շնորհավորում ինձ եւ Ալիևին, մեր կոնֆլիկտը հանգուցալ լուծվելու մեջ նայել։ Հումորի են տալիս։ Այսինքն, գիտեք ինչ, Աստվածաշնչյան կանոն է։ Կա ժամանակներ քարերը հավաքելու, կա ժամանակներ քարերը նետելու։ Համաշխարհային քաղաքականության մեջ եւ առհասարակ քաղաքական գործընթացներ կա ժամանակ հապաղելու, կա ժամանակ շտապելու։ Վայ այն իշխանությանը, որ շտապելու ժամանակներում հապաղում է, հապաղելու ժամանակներում շտապում է։ Հիմա մեր իշխանության գործողությունները որ Բայդենի ժամանակ պետք է շտապեին, Թրամփի ժամանակ պետք է հապաղեին։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հապաղեին օգոստոսի 8-ը չստորագրեին կամ այդ համաձայնություններին չգային, պարոն Սիմոնյան։ Չէ, հապաղել նշանակում է, որ համաձայնությունները պետք է լինեին կշռադատված։ Այնտեղ բաներ կա, որ հիմա էլ մեր իշխանական տարբեր տեսակի սազանդարներ կան, այնպես ֆանտասմագորիկ բաներ են ասում ապուշությանը զուգահեռ ընթացող։ Ասում են իրավարարչությունը օրենքը բան չի, խոչընդոտ չի, անխոչընդոտ նշանակում է, որ մշտադիտարկում լինելու է։ Հիմա ես հարց եմ տալիս այդ ոնց ասեմ, դատարկագլուխներին, որ մշտադիտարկումն անում ես, տեսնում ես 90 կիլոմետր ժամարագության փոխարեն 150 կիլոմետր ժամարագությամբ է գնում, ձեռքի հետ էլ ավտոն բերում թեք կանգնացում է այդ ճանապարհի վրա, դուրս է գալիս բնական կարիքները փողոցի մեջտեղում հոգում է։ Ինչ պետք է անես։ Ինչ շարունակես մշտադիտարկել, թե գնալու ես ակտավորես ու իրան պատասխանատվության ենթարկես։ Եթե գնալու ես ակտավորես ու իրան պատասխանատվության ենթարկես, նշանակում է խոչընդոտներ կան, հեքիաթ մի պատմեք։ Հեքիաթ մի պատմեք։
Անխոչնդոտ այդ Իրենց թվում է, թե իրենց մակարդակի չափ մակարդակ չունենք, այդքան բանը չենք հասկանում, որ ասում Չէ, են։ իրենք անխոչնդոտ այլ տրամաբանության ներքո են ներկայացնում իշխանականները, ասում են Հայաստան-Վրաստան կապը անխոչնդոտ Չէ, անխոչնդոտ չի, անպայման իրանք Երբ նայում են են, որ վրացիները ասում խնդիրներ առաջացնում երբ որ դուք ոչ թույլատրված բեռ եք տանում սահմանի վրա, երբ որ ձեր անձնագրիրը մոտեցնելուց իրենք համակարգչի մեջ խնդիր են տեսնում եւ այլն, խնդիրներ լինում են։ Դա անխոչնդոտ չի։ Երբ որ ասում են անհարկի խոչնդոտներ չլինեն, բա անհարկի բառը ինչի չեք ֆիքսել։ Որ Գուրգեն Սիմոնյանն էլ թուղթը կարդա, ասի հա դա անհարկի մասին է։ Մարդը նորմալ գնում է, կանգնացրել են նեղացնում են։ Պարոն Սիմոնյան, նախորդ շաբաթ Ալիևն ու Փաշինյանը Դուշանբեում էին, այսօր Շարմ el-Շեյխում, կարճ զրույցել են ունեցել, Դուշանբեում Պուտինը կրկին ներողություն խնդրեց Ալիևից, ոմանք համարում են, որ այդ ճգնաժամը, որ կար այդ երկու երկրների միջև, ոնց որ թե հարթվում է, դուք ինչ տպավորություն ունեք այդ մասով, եւ երկրորդը մենք տեսանք, որ Բելարուսի այսպես կոչված նախագահը դիմելով Ալիևին ասում է Իլհամ Հեյդարովիչ, իսկ դուք անհանգստանում եք, որ Փաշինյանը չի գա, տեսակ, որ եկավ։ Ինձ համար շատ տհաճ է, ով ուզում է լինի Հայաստանի Հանրապետության ղեկավարը, սիրենք նրան, չսիրենք նրան, Հայաստանի Հանրապետության ղեկավար է։ Ինձ համար տհաճ է, երբ որ օտարերկրյա պետությունների ղեկավարները հեգնում եւ ծաղրում են։ Ես խայտառակություն էի ապրում, երբ որ Նազարբայևը եւ Պուտինը Լուկաշենկոյի հետ ծաղրում էին Սերժ Սարգսյանին։ Ես հիմա խայտառակություն եմ ապրում, երբ որ Իլհամ Ալիևը, Ջոմարտ Տոկաևը եւ Վլադիմիր Պուտինը ծաղրում են Նիկոլ Փաշինյանին։ Եվ սա այն պատճառով չէ, որ Հայաստանը փոքր պետություն է։ Հայաստանը փոքր պետություն չէ։ Սա այն պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանը ունի լեգիտիմություն եւ ռազմավարական ստրատեգիական մեծ սխալներ է իրագործում։ Առաջին հերթին, որ այդ հարթակները չի մերժում։ Գնում է Վաշինգտոն, վերադառնում է գնում է այնտեղ։ Գնում է Բրյուսել, վերադառնում է գնում է այնտեղ։ Ոնց կվերաբերվեք այդ ձևի ղեկավարին։ Փորձառու քաղաքական գործիչները, ովքեր որ Ռուսաստանի հետ եւ ռուսների հետ Բարսաշյան պաշտոնյաների հետ շփում ունեցել են։ Ռուսը կհարգի այդ մարդաբանական տեսակը։ Ռուսը չի հարգում, բայց դա իրենց մտածելակերպի խնդիրն է, պարոն Սիմոնյան։ Եթե մենք այդ կառույցներում կանք, հրավերները կան, կա անելիք կամ գոնե ասելիք, ուրեմն պետք է գնալ, ինչ խնդիր կա։ Խնդիրը նա է, որ ձեր գոյությունը Ուրիշ բան, որ Ռուսաստանում կամ չգիտեմ, հետ խորհրդային այդ երկրներում դա ուրիշ ընկալում ունի կամ իրենց մտածելակերպի հարցն է։ Էլիզա ջան, մենք բոլորս էլ խորհրդային միության մեջից ենք դուրս եկել, շատ լավ գիտենք այդ հանրույթը ոնց է ծաղրում, ոնց չի ծաղրում։ Չինացիների հետ գործ չունենք, որ ասենք իրանց մենտալիտետը ուրիշ է։ Ծաղրում են։ Իսկ ինչի այնտեղ գոյություն ունեք։ Ինչի այնտեղ գոյություն ունեք։ Դա այլ հարց է, դա ավելի կարևոր հարց է։ Բա հենց այդ եմ ասում ես։ Բա հենց դա եմ ասում։ Ինչ ենք մենք միջև հիմա հապկում։ Ինչու։ Հապկում լինելը պիտի քո անվտանգությունը հոգացել է, չի հոգացել։ Ինչի ենք մենք ԵԱՏՄ-ում լինելը քո տնտեսական թռիչքը, քո տնտեսական զարգացվածությունը պետք է։ Ես գիտեմ ինչի ենք մենք ԵԱՏՄ-ում, որ ծաղիկները կարողանան հեշտությամբ տանեն այնտեղ միլիարդներ բանանեն եւ թունաքիմիկատների շուկան անսպառ լինի այնտեղ, որտեղ իրանք կոմֆորտի զոնայում են հայտնվել դրա համար, ոչ թե որ չեն կարողանում ԵԱՏՄ-ից դուրս գան։ Իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալով Հայաստանի Հանրապետությունն է շահելու հայ ժողովուրդը։ Տեսնում եք մեր մեքենաների ավտոպարկի վիճակը։ 1 միլիոն մեքենա կա Հայաստանի Հանրապետությունում գրանցված, բոլորը մետալալոմի կարգավիճակ ունեցող մեծ մասը։ Սա էկոլոգիական խնդիրների պատճառ է նաև դառնում։ Ինչ եք դուք ԱՊՀ-ում, ԱՊՀ-ն վերապրուկ է, վերապրուկ։ Եվ ինչ եք դուք միջև հիմա համատեղ հոբ միջոցներ տնօրինում, հայ-ռուսական համատեղ խմբեր ունենում, գեներալներ հաստատված կա, երիտասարդ անձնավորություն է խոստում նալից, այդ մարդու ներուժը ուրիշտեղ գործադրեք, մեղրիում միջև հիմա ռուսական ստորաբաժանումը կա։ Ուրիշ կարծիք էլ կա, ասում են տեսակ, որ ԱՊՀ այդ նիստի կամ համաժողովի շրջանակներում Փաշինյանը Թրամփի ուղու մասին խոսեց, նա չվախեցավ, նաև իդեպ առևտրաշրջանառության ծավալների նվազման մասին նշեց, ինչին Պուտինը ոնց որ թե դժգոհ էր եւ հակադարձում էր, որ առևտրաշրջանառության ծավալները այլ թիվ են, ինչպես նախորդ տարի է շատ եղել, այս տարի էլ է շատ լինել։ Ոնց կարելի է 4 անգամ թիվը խառնել։
Հիմա ով էր խառնում, Փաշինյանը թե Պուտինը։ Ես տվյալների չեմ տիրապետում։ Եթե Պուտինը նրան ուղղում է, Փաշինյանը նրան հետ չի հակադարձում, նշանակում է Փաշինյանը չի տիրապետում։ Եթե տիրապետում է, բայց Պուտինը սխալ թիվ ասում, նա էլ չի ուղղում, դա էլ ձեր հերոս վարչապետի պահվածքը։ Այդքան է իր ոգին։ Այդքան է իր ոգին։ Միջազգային հարաբերություններում չկան հավերժական բարեկամներ եւ հավերժական թշնամիներ, կան հավերժական շահեր։ Հայաստանի Հանրապետությունը իր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի բացառապես ազգային շահերի վրա հիմնված եւ Հայաստանի Հանրապետության ազգային շահերին հակոտնյա է ընթանում այդ հանրույթների հետ փոխադարձ կապվածությունը ներկայ իրողություններում։ Մենք ժամանակ բաց թողեցինք, ոսկե ժամանակ։ Հիմա ոչինչ, 2 տարի կարելի է հապաղել։ Հապաղելու ժամանակներում ենք 2 տարի թող հապաղեն։ Բայց կգա մի ժամանակահատված, երբ որ նորից էլի պիտի շտապենք։ Ցավոք սրտի մենք այդ ժամանակը կորսված ենք ունենալու։ Մենք Ֆրանսիային ենք դուրս բերում տարածաշրջանից։ Ինչ ենք դուրս բերում։ Բայց սա Եվրամիության դիտորդական առաքելությունը սիրուն, էլի տենց շքերթի տակ դուրս է գալու, կամ առանց շքերթի, որտեվ զուսպ ու համեստ մարդիկ են։ Դե օտար պետությունների դիտորդական Չէ, առաքելությունը։ պայմանագիրը ստորագրումից հետո։ Ստորագրել, հա, ընդհանուր պայմանագիրը ստորագրելուց հետո միևնույն է։ Այդ պայմանագիրը հա կարանք հաշտան, հա կարանք հաշտան։ Դե ինչքան կձգձգեն, այնքան ուժերը կմնան մեր երկրում։ Բայց մենք իրավունք չունենք, չէ, բախտիքը մահաճույքին քաղաքականություն արարենք։ Մեր քաղաքականությունը պետք է մեզ ռազմավարությունից ածանցվի։ Մեր քաղաքականությունը հիմա Նիկոլ Փաշինյանի օրոք ռեակցիոն քաղաքականություն է, ազդակային քաղաքականություն։ Ինչ արվում է, դրան պատասխան է տրվում կամ չի տրվում, կամ տրվում է ոչ հավասարարժեք է տրվում, բայց մենք պետք է պրոակտիվ քաղաքականություն իրականացնենք, նախաձեռնողականություն զավթենք ինչ որ տեղել։ Եվ ես դա չեմ նկատում։ Եվ ամենից սարսափելին այն է, որ ես ոչ միայն տեսնում եմ, որ իշխանությունները հակված են կառուցողական ընդդիմություն տեսնելու քաղաքական դաշտում, այլ ռեանիմացնում են ոչ կառուցողական ընդդիմությանը, իրենց շահերով պայմանավորված, փոխարենը որ կառուցողական ընդդիմություն լինի, որովհետև ցանկացած իշխանությունների համար առողջ ընդդիմությունը խթան է զարգանալու, ինքնակրթվելու, ինքն իրեն աճելու։ Ցանկացած իշխանության համար։ Վաղը այսօր որ շնորհապետական կուսակցությունը Աստծո կամոք եւ ժողովրդի քվեով դարձավ իշխանություն, մեզ ձեռ է տալու կառուցողական ընդդիմություն ունենալը։ Որտեւ եթե ընդդիմադիր դաշտդ ամուլ է, քո քաղաքականությունը վերածվում է ճահիճի։ Ամփոփելով պարոն Սիմոնյան, չեմ կարող չհարցնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվեց ազգային ժողովի գաղտնի փաստաթղթերի արխիվ։ Տարբեր խնդիրների պատճառով հիմա նաև ընդդիմության անգործության հետևանք է, որ իշխանությունը կարողանում է իրեն թույլ տալ այսպես վարվել այս փաստաթղթի հետ։ Ինչ կարող ենք անել։ Ինչ կարող ենք անել։ Միակ որ հաղթենք գնանք արխիվից հանենք։ Ժորժ ջան, քվե տվեք, գնանք հաղթենք, արխիվից հանենք, բաց ցույց տանք դա։ Ես խորհրդարանում գտնվող ընդդիմության Որ դուք նորից էլ այն հին համակարգի մասին եք խոսում, դեռ ընդդիմություն չկա։ Դեռ ընդդիմություն նույն երեսն ունեն։ Երկդեմ յանուսն են նրանք։ Եվ երկուսին էլ ձեռնտու Պարանոցը կտրես երկուսն էլ չհրապարակվեն, զեկույցը չհրապարակվի։ Պարանոցը կտրես երկուսն էլ կմահանա, որտեղ միևնույն պարանոցի վրա ծանրացած երկու երես են։ Ինչ ընդդիմություն խորհրդարանական։ Չկա տենց բան։ Սուտ է։ Երկուսին էլ ձեռք է տալիս, որ չհրապարակվի, այո։ Որովհետև Լեռնային Ղարաբաղի իհարկե պատերազմի եւ Լեռնային Ղարաբաղի կորստի գլխավոր պատասխանատուները բոլոր 4-ն են։ Այդ վիշապի 4 գլուխները Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, շարունակած Ռոբերտ Քոչարյանով, շարունակած Սերժ Սարգսյանով, շարունակած Նիկոլ Փաշինյանով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեզ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։